Բարև ձեզ։ Նստեք։ Որն է այսօրվա դասությունը։ Մերձավոր արևելք։ Մերձավոր արևելք ինչ եմ հանձնել, բացեք։ Ստուդիան կնոյնաշ։ Քանի որ մեր այսօրվա դասությունը մերձավոր արևելքն է, ուստի ուզում եմ հասկանալ, ինչ գիտեք մերձավոր արևելքի երկրներից երբ։ Երկրներից են Սիրիան, Լիբանանը, Պարսկաստանը, Եգիպտոսը։ Այո, մեծ մերձավոր արևելքի մեջ Պարսկաստանը։ Օրինակ ինչպիսի մշակույթ ունի մերձավոր արևելքը, ինչ կերոն է դառնում։ Դարը ինչ կերոն են դառնում։ Իսլամ, այո։ Ինչպիսի մշակույթ կերով են։ Ժամանակակից ազատական թե ավանդական։ Ավանդական մշակույթ կերով են։ Շատ լավ, ինչ գիտեք 1918 թվականին մերձավոր օգնություն տրամադրեցին։ Հիմնականում որ երկրներում հայերը ապաստան գտան Լիբանում, Սիրիայում, Լիբանում, Սիրիայում, Իրաքում, Պարսկաստանում նաև։ Ունենք այսօր մեծ թվով համայնքներ։ Ցավոք սրտի մի բան եմ ուզում երեխաները ձեզ ասեմ, քանի որ նաև մեր դասընթացն համոզվում է։ 2010 թվականից մերձավոր արևելքում սկսվել է քաղաքական մի գործընթաց, որը անվանվում է արաբական դարում եւ այս գործընթացի ընթացքում մի շարք երկրներ իրենց ուրեմն վարչակազմերի փոփոխություններ ունեցան, այսպիսի երկրներից էին Իրաքը, Եգիպտոսը, այսպիսի երկրներ են նաև նախորդ տարի 2024 թվականի վերջում Սիրիան, անցած տարվա վերջնամասում նաև Լիբանանում տեղի ունեցավ այս քաղաքական գործընթացը, որը դեռ շարունակվում է։ Եվ մեծ թվով մեր հայրենակիցներ ստիպված դեպքում են այս տարածաշրջանները ավելի ապահով վայրեր գտնելու համար եւ աշխարհի ամենաապահով վայրը բնականաբար բոլորիս համար մեր հայրենիքն է եւ մեր հայրենակիցները շատերը տեղափոխվում են Հայաստան, որպեսզի իրենց համար ապահովություն գտնեն եւ մեր արագ քաղաքներ են այսօր շատերը տեղափոխվում, շատ դպրոցականներ ունենք, որոնց արդեն ընդգրկվում են դպրոցական դասընթացների գործընթացում եւ հուսով եմ, որ եկող երեխաներին հատկապես ավելի լուրջ կվերաբերվեք եւ ավելի ընկերական կմոտենաք։ Կարծում եմ այսքանը տնային աշխատանք ինչ է հանձնարարել երեխաներ։ Լիբանանը գտնվում է մերձավոր արևելքում, նրա մայրաքաղաքը Բեյրութն է։ Հարգելի աշակերտներ, մեր հայրենակցությունը եկել է Սփյուռքից։ Սովորելու եք ձեր դասարանում։ Հույսով եմ կհարգեք ու կսիրեք։ Ծանոթ ենք, հա։ Անունդ ինչ է։ Փալիկ։ Փալիկ։ Փալիկ, լավ բանիկ չէ։ Մարիամ։ Փալիկ ջան, որտեղից ես եկել։ Լիբանանին եկած եմ։ Լիբանան եկած ես, Բեյրութ են եկած ես։ Այո։ Շատ լավ, Փալիկ ջան։ Իսկ ինչով եք զբաղվում այդտեղ։ Ինչ նախասիրություններ ունես։ Այնտեղ ավելի շատ ներկել կսիրեի պատերում վրա եւ նվագել։ Նվագել ներկել։ Այո։ Իսկ ոտքիդ հետ ինչ ա պատվել։ Պատերազմի ժամանակ վիրավորված եմ։ Պատերազմի ժամանակ ես վիրավորվել։ Իսկ քույր եղբայր ունես։ Ոչ։ Միակ պստիկն եմ։ Միակ պստիկն ես։ Փալիկ ջան, հուսով եմ շուտ կհարմարվես նոր միջավայրի, նոր ընկերներիդ, իսկ ձեզ երեխաներ ձեզանից խնդրում եւ պահանջում եմ ձեր ընկերոջը ավելի ընկերական մոտենաք, ավելի հարգանքով մոտենաք։ Տնայեք տնօրեն գազանքում, եթե հասկանում եք չեմ գազանքում։ Հուսում եմ բարոյական եմ։ Այդ ո՞ր մի Լիբանանի քամինենակ շեմերի դասարան։ Իրանցի քամին չի կարա քշի։ Լսի ամեն հալիկ է, չէ՞ ոնց որ։ Քել մեկ մրցի տանում, բանալի շուտ ֆայլի որ կտեսնես դպրոցից։ Իսկ դու մոտ կհաղթես։ Ելեն, բայց լավ աշկա, չնայած որ պատերազմի միջով անցել։ Ոտքն էլ պատերազմի ժամանակ անցել։ Ամեն դեպքում շատ լավ, որ իր մեջ ես քննաշապետում։ Դասում մոտենալ պետք է խոսել, բայց մերոնակ չես գտնում։ Լավ պետք է որ կլինեն միջև հարմարվի ես միջով այդ։ Թե չես դասում մի քանի հոգի չեն թողել այս աղջիկ կամակից սովորել։ Վերջ ես ոնց Փալիկի օրեր դժոխ կա դառնալու։ Չէ, դաժանը ցավոտ։ Ավարտվեց։ Հանդիսացեք մի հատ։
Հնարավորություն ունեմ նոր եկած աշակերտների հետ ծանոթանալ եւ իհարկե դու բացառություն չես։ Անունս Սուսիկ է, իսկ քոնը։ Շատ հաճելի է, Հարիկ։ Ինչպես հարմարվեցիր այստեղ։ Գիտես հայրենիքում չեմ մնաց եւ շատ ոնչերին չէ։ Դե կհարմարվես ժամանակի ընթացքում եւ իհարկե այստեղ մի քանի հիմարներ քեզ կփորձեն ներառնել, բայց քանթրեմ ուշադրություն չդարձնես եւ իհարկե ամեն հարցով էլ կարող ես ինձ դիմել, մեծ հաճիկով կօգնեմ։ Շնորհակալ եմ։ Սուսիկ բայց ինձ սավոն ես Դրանց ո՞նց է արել, որ այսօր իրար։ Չգիտեմ, բայց շատ մեր կա։ Երևի դեռ ընկերներ չունեն։ Ես դժվար եմ ունենալ դուսուսները։ Իրեն դասում էջին հաստատ մի քանի լավ բաներ ձեր տալու։ Գնանք հետո ծանոթանանք, ընկերներ չունեն։ Շատ բարի է թվում Անդո, բայց պետք է փորձենք ընկերանալ նրա հետ։ Պատկերացնում եմ նոր դպրոց, նոր ընկերներ, նոր միջավայր, դժվար լինելու մանավանդ մեր հետ։ Պետք է փորձենք ընկերանալ նրա հետ, որ իրեն միայնակ չզգա։ Չէ, ինչ ընկերանալ, ինքը դասամիջոցին մեր հետ մոտիկից կծանոթում։ Ես լսեցի, որ նա այդքան էլ լավ չի խոսում հայերեն։ Ոչ թե լավ չի խոսում, ես կասեի вообще հայերեն չգիտի։ Անդոր ես սրա աջուձա խավայ խոսալա։ Էլի իրար է ուզում առաջ հասկացնել, նա տստեք թե հաստրեցիք ընկերանալ երեխաներ։ Մանավանդ Մարիամն ու Զարիկը։ Իսկ ինչ-որ բան է պատա այդ Հարիկները մի ընկերոջ։ Հարիկ ջան ամեն ինչ նորմալ է։ Դա նոր են ներզանգել։ Ինձ թվում է արդեն այստեղ ոմանք հասկացան ինչի համար պետք է տնօրենը զանգած լինի։ Այս ամեն ինչը ինձ քիչ էր, հիմա 11-րդ դասարանցիների հետ եկա կարվի մեջ մտնում։ Ամենավատը գիտեք որն է, որ կարվի մեջ մտնում եք մի տեղ կփորձեի հասկանալ, բայց այդ կարվի ընթացքում, ասենք, աղջիկ է մասնակցում։ Որտեղ է հասել արդեն երեխաներ ձեր անհարգալից վերաբերմունքը մեկ այդպիսին կա։ Երրորդ նկատողությունն եք ստանում տարվա ընթացքում, իսկ կարծում եմ հասկանում եք երրորդ նկատողություն ստանալը ձեզ համար ինչ է արժանանում։ Հենց հիմա տնօրենը զբաղվում է ձեր հեռացման խնդրով։ Դուք ունեք ընդհանրապես մի շանս։ ՄԱԿ-ը, UNICEF-ը եւ Կրթության, Գիտության, Սպորտի եւ Մշակույթի նախարարությունը իրականացնելու են մի միջազգային վիկտորինա, որը գիտելիքների ստուգում է իրենց ենթադրելու։ Այս միջազգային վիկտորինայի ընթացքում եզրափակիչ փուլում իրականացնելու եք դուք, մասնակցություն եք ունենալու դուք։ Հաջողությամբ մեր 9 եւ 8-րդ դասարանի աշակերտները հաղթահարել են առաջին եւ երկրորդ փուլերը։ Վերջին եզրափակիչ փուլը սպասվում է ձեզ։ Հաջողության դեպքում դպրոցը կֆինանսավորվի շուրջ 50 միլիոն դրամ գումարով։ Եվ մենք կարծում ենք կարող ենք ունենալ մեր երազանքների դպրոցը, ունենալ մեր համար համապատասխան մարզադահլիճ, սպորտ բակ, ունենալ համապատասխան հարթակներ, վերելակներ, որը որ համապատասխանում է միջազգային դպրոցի ստանդարտներին։ Հուսով եմ, որ վիկտորինային կպատրաստվեք շատ լավ, ու քանի որ միակ դասարանը դպրոցում 10 դասարանը դուք եք, ուստի հենց դուք կմասնակցեք եզրափակիչ փուլին։ Կարծում եմ, որ այստեղ կփորձեն ոմանք ևս մեկ անգամ խանգարել վիկտորինայի հաջող ընթացքին, բայց ձեզ ևս մեկ անգամ հորդորում եմ, պահանջում եմ, որպեսզի առավելագույնս լավ պատրաստվեք վիկտորինային, որովհետև ընդամենը մեկ ամսից տեղի է ունենալու վիկտորինա։ Ամեն ինչ պարզ է ձեզ համար։ Ազատ եք դասեր։ Տնօրենն էլ դեռ շարն է։ Բայց դուք հասկանում եք, որ մեզ է կարող երացնել։ Հալա մի բան կարող եք գտնել։ Ալիկ ջան, Լիբանան թե բանան։ Անտակտ։ Իսակասը։ Ալիկ ջան, կարող է ջուր խմես։
Ինչ կերես կորաբուշ։ Հասկացա ես Այդ հանգստացեք դրա։ Ապուշ չեք։ Լավ չէ սա։ Ջուրը կոֆե չկար այս աղա։ Ուղ դզեց կինո սկսվեց։ Հա, չէ, թող տենց է շարունակվի։ Հա, մենակ պտիկն է պակաս։ Հա, բերեք։ Արգելի երեխաներ, հիշում եք մեկ ամիս առաջ դպրոցի տնօրենությունը հայտնել մեզ եզրափակիչ Վիկտորինայի խաղի վերաբերյալ։ Այժմ տնօրենը հանձնել է ինձ մի քանի րոպե առաջ Վիկտորինայի հարցաթերթիկը։ Ահա, Վիկտորինայի հարցաթերթիկը։ Դրսում գտնվում են Նիկոլայով Սադոնցի դպրոցի աշակերտները, 10-րդ դասարանի աշակերտները, եւ ես հիմա նրանց կհրավիրեմ դասարան եւ նրանց ներկայությամբ կբացենք այս հարցաթերթիկը։ Ձեզանից պահանջում եւ խնդրում եմ, որ խաղի ժամանակ պահպանեք հանգստություն եւ մոտիվացիա։ Այժմ ես կբացեմ նախարարության կողմից ուղարկված հարցաթերթիկը եւ դուք կծանոթանաք թեմային Վիկտորինայի։ Շատ հետաքրքիր է ինչ թեմա է պատրաստել։ Սա հարցերն են։ Իսկ սա թեմա։ Իսկ թեման է մերձավոր արևելք։ Խաղը հայտարարումը սկսված։ Այժմ կաթեմ կանոնակարգ Վիկտորինայի։ Վիկտորինան բաղկացած է 10 հարցից։ Յուրաքանչյուր հարցի համար տրվում է 2 միավոր եւ եթե այնպես ստացվի, որ Վիկտորինայում հաղթող չպարզվի 10-րդ հարցից հետո նախարարությունը պատրաստել է մի շարք լրացուցիչ հարցեր։ Հուսով եմ ամեն ինչ չի տանի նրան, որ լրացուցիչ հարցերի կարիք լինի։ Մաղթում եմ երկու թիմերին էլ հաջողություն, իսկ խաղը հայտարարում եմ սկսված։ Կան անհասկանալի հարցեր երեխաներ։ Խաղը հայտարարում եմ սկսված։ Հարց համար առաջին։ Որն է մերձավոր արևելքի ամենամեծ երկիրը տարածքով։ Ժամանակը գնաց։ Իսկ ունենք այստեղ 30 վայրկյան մտածելու ժամանակ։ Ունենք պատասխան Արարատի 5-ի դպրոցի աշակերտները լսում են Իսրայել, իսկ պատասխանը ցավում եմ, բայց սխալ է։ Ունենք պատասխան, լսում եք։ Պատասխանը ճիշտ է։ Նիկոլայ Սադոնցի աշակերտները վաստակեցին 2 միավոր։ Հարց համար 2. Որ գետն է հոսում Իրաքի տարածքով եւ ունի պատմական մեծ նշանակություն։ Ժամանակը գնաց։ Մեր պատասխանն է Տիգրիս։ Պատասխանը ճիշտ է եւ Նիկոլայ Սադոնցի աշակերտները վաստակում են եւս 2 միավոր։ Հարց համար 3 եւ ես կարդում եմ լեզվական հարցը։ Որ երկիրն է հայտնի իր նավթային բաշավերով մերձավոր արևելքում։ Ժամանակը սպառված է, ունենք պատասխան։ Ճիշտ պատասխան եւ Արարատի դպրոցը հաստատեց իր առաջին 2 միավորը, իսկ ես կարդում եմ 4-րդ հարցը։ Որն է Իսրայելի մայրաքաղաքը։ Ժամանակը գնաց։ Ունենք պատասխան, լսում եք։ Պատասխանը ճիշտ է։
Ադոնցի դպրոցը հաստատեց ևս երկու միավոր և ես կարդում եմ հարց համար 5 հերթական հարց Ինչ կրոնական քաղաք է համարվում Սուրբ 3-6 կրոնների քրիստոնեության, իսլամի և հուդայականության համար Ժամանակը գնաց Չկա պատասխան Լսում ենք Օմա Պատասխանը ցավում եմ, բայց կալ է Ունենք պատասխան Լսում ենք Պատասխանն ընդունված է և պատասխանը ճիշտ է Կարդում ենք 6-րդ հարցը Որն է մերձավորը արևելքում գտնվող ամենափոքր պետությունը իր տարածքով Ժամանակը գնաց Ժամանակը սպառված է Կա պատասխան Պատասխան ունենք, լսում եք Պատասխանն ընդունված է և պատասխանը ճիշտ է Այս պահի միավորների բաշխումով հավասար միավորներ ունի Նիկողայոս Ադոնցի և Արարատի թիվի գուշտակար դպրոցի սաները և ես կկարդամ հարց 7-րդը Որ քաղաքն է իրայում համարվում մերձավոր արևելքի իրակույն կենտրոններից մեկը Ունենք պատասխան, լսում եք Դամասկոս պատասխանն ընդունված է և պատասխանը ճիշտ է Կարդում եմ հարց համար 8-ը Մերձավոր արևելքի որ երկրում է գտնվում պատմական Պելլա քաղաքը Ժամանակը գնաց Մերձավոր արևելքի որ երկրում է գտնվում պատմական Պելլա քաղաքը Լսում եք Պատասխանն ընդունված է և պատասխանը ճիշտ է Այս պահին կրկին միավորները հավասար են Իսկ ես կարդում եմ հարց համար 9 Որ երկիրն է առաջինը ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը մերձավոր արևելքում Ժամանակը գնաց Պատասխան ունենք Լիբանան, իսկ պատասխանը ճիշտ է Այս պահին միավորներով Արջևում է գտնվում Նիկողայոս Ադոնցի դպրոցը Այժմ ես կարդում եմ վերջին հարցը, 10-րդ հարցը Ճիշտ պատասխանի դեպքում Ադոնցի դպրոցի աշակերտները կհաղթեն վիկտորին Իսկ Արարատի թիմի միշտակար դպրոցի եթե ճիշտ պատասխանի կհավասարվի միավորներով Ադոնցի դպրոցին և ես կհնչեցնեմ լրացուցիչ հարցերը Հարց համար 10 և հարցը հետևյալն է Մերձավոր արևելքի որ երկրում են միաժամանակ խոսում արաբերեն և ֆրանսերեն Ժամանակը գնաց Մերձավոր արևելքի որ երկրում են միաժամանակ խոսում արաբերեն և ֆրանսերեն Լսում ենք պատասխանը Ճիշտ պատասխանը Լիբանան և պատասխանը ճիշտ է Այս պահին միավորների բաշխումով հավասար միավորներ ունի Ադոնցի և Արարատի միշտակար դպրոցի սաները Այդ իսկ պատճառով ես կհնչեցնեմ լրացուցիչ հարց Լրացուցիչ հարցերը կհնչեցնեմ այնքան ժամանակ մինչև չպարզենք հաղթողը Հարցը հետևյալ է Որն է Լիբանանի ամենահին քաղաքը Ժամանակը
Գնաց, որն է Լիբանանի ամենահին քաղաքը։ Պատասխան ունի Նիկոլայով Սադոցի դպրոցը, Տյուրոս, բայց ցավում եմ պատասխանը Տյուրոսը չէր, կա պատասխան Իհարկե։ Ճիշտ պատասխանն է Բիբլոս։ Պատասխանն ընդունված է եւ պատասխանը ճիշտ է։ Եվ այսպես ավարտվեց մեր Վիկտորինան, իսկ Վիկտորինայում հաղթեց Արարատի թիվի միշնակարգ դպրոցը։ Շնորհավորում եմ սիրելի աշակերտներ։ Կներես բանում ֆեստիվալ էին կորոց։ Նոր եմ հասկանում Լիբանանի իմաստություն։ Սովորից մենք լավ եկերներ կտարվենք։ Մենք ասում ենք ոչ բուլինգին, ոչ պատերազմին, Ոչ անարդարությանը, Ոչ անհավասարությանը, Ոչ բռնությանը, ոչ անհամերաշխությանը, Ոչ ալենությանը։ ոչ անհավասարությանը, ոչ աբարտությանը, ոչ խտրականության, ոչ արտագաղթին,